Առանձնահատուկ համ ունի։ Մեր հյուրերը Այսպիսի համով շատ գաց գոհ է։ են ունում։ Քանի որ մենք հերհեր գյուղում ենք, բնականաբար գյուղի ազգային խոհանոցին չանդրադառնալ չենք կարող, հետևաբար այսօր հյուրընկալվեցինք Տիկին Մարիամի տուն եւ միասին պատրաստելու ենք Վայոց Ձորյան խոհանոցին բնորոշ մի հետաքրքիր ուտեստ, եթե կարելի է այդպես ասել, բայց նախքան դրան անցնելը Տիկին Մարիամի, ես պիտի խնդրեմ մի փոքր մեզ ներկայացնեք Վայոց Ձորի խոհանոցի մասին, ինչ հետաքրքիր առանձնահատկություններ ունի։ Մեր մարզում հատուկ ճաշատեսակ կա, որը կոչվում է ջրիկ բանջար։ Այս ջրիկ բանջարի մեջ ներառում է ալագյա, սոխուկ, սրտկուն։ Դուք կանաչիների անուններ եք հիմա ասում, ահա։ Ու երկար գործողություն է կատարվում, երբում է լոբիով, ձավարով, ոսկով, սիսեռով, սոխառած են անում տհալով, վերջում ավելացնում են փոշի, շատ համեղ ուտելիք է։ Դա ամենօրյա ուտեստ է, թե ինչ-որ հատուկ է տոնորերի։ Դե ամեն օր չեն պատրաստում, չէ, տոնորերի էլ չի, բայց լավ շատ հագեցնող ու ճաշատեսակ է։ Քալագյոշն է էլի ավանդական ճաշատեսակներից, չորաթան են պատրաստում ու տրորելով լուծում են ջրով, ոսպա առանձին եփում խառնում, սոխառածով էլի այտենց էսի հատուկ կերակրատեսակ է։ Իսկ աղանդերից, քաղցրավենիքից կա հենց հերհերին բնորոշ ինչ-որ մի բան։ Դե գաթա են հիմնականում պատրաստում, ես այսօր նույնպես պատրաստել եմ գաթա։ Մենք կհամտեսենք ձեր պատրաստած գաթայից։ Հիմա պատրաստում ենք կուտապ, ժնգյալով հացի պես։ Անունը հետաքրքիր է, ունեք որը ներառում է շրեշտ մեջը, մեր սարերում է մաճում։ Ես եմ հավաքել բերել, այստեղ բոլորը այդպես են էլի պատրաստում, ժնգյալով հաց համարյա թե չեն պատրաստում։ Հիմնականում կուտապը հենց կանաչեղեն է, շրեշտն է։ Լավ, ես իհարկե խոհանոցում հմուտ չեմ, բայց ես այսօր փորձել եմ ձեզ օգնել։ Անցնենք գործի։ Խմորը կաթով պատրաստում է։ Կաթով եք պատրաստում, դա նպաստում է, որ ավելի փափուկ լինի խմորը, ահա։ Կաթով պատրաստել եմ։ Հիմա արդեն խմորը լրիվ հասունացել է, ես կբացեմ։ Ես դժվար գործը ձեզ եմ թողել։ Ոչինչ։ Դուք ավելի հմուտ եք վստահեմ։ Սա սովորական ժնգյալով հացից տարբերվում է զուտ կանաչու, այդ մեկ տեսակն է կանաչը։ Բայց ես խառնել եմ կինձ մինձուկ, որը յուրահատուկ համ է տալիս։ Վայոց Ձորի սարերից եք հավաքում։ Հենց այստեղ մեր այգիներից բանից այդպես կա։ Դա վայրի գինձն է, կնմծուկը։ Սխտորուկ եւ կանաչ սոկ։ Կանաչ սոկ։ Մեկ էլ աղարա սև ու կարմիր վիպարն է։ Այդ է իր մեջ ներառը։ Երևի ինձ ցույց տաք, այսքան հատվածը կանաչից է լցնում։ Ես հիմա լցնում եմ շրեշտ, ասացի։ Շատ է պետք լցնել, թե ոչ այդքան, որ ավելի համեղ լինելուն ի՞նչն է նպաստում։ Կանաչին պետք է լավ ունի։ Մի քիչ էլ ավելացրեք այս հատվածում։ Էլի թե բավական է։ Էլի կողքերը ավելացրեք։ Խնայում եմ։ Չէ, պետք չէ խնայել։ Դե հիմա ծայրերը բերեք վրա։ Եվ երևի այսպես ուղղակի ամրացնում ենք, որ չբացվի թխվելուց։ Եվ քանի րոպե պիտի թխվի, երբ պատրաստ լինի։ Տաքանում է, մի 10-15 րոպե պատրաստել եմ։ Ահա, շատ լավ։
Համտեսեք, Շնորհակալ եմ։ օպերատոր դու էլ կհամտեսես։ Շնորհակալություն։ Առանձնահատուկ համ ունի։ Ժնգյալով հաց շատ եմ փորձել, բայց սա հավանաբար, ինչպես դուք նշեցիք, կանաչու Հա։ արդյունքում է, որ համը շատ տարբերվում է, շատ հետաքրքիր է։ Շնորհակալ ենք շատ։ Ես պատրաստում եմ հերհեր անվանուն ուգաթա, Արմենը տղաս, որ գիդ է աշխատում, զբոսաշրջիկներին բերում է, և ես թխում ու Սայլ Արմենը։ համտեսում են մեր հյուրերը, Այսպիսի համով շատ կաց գոհ է։ են լինում։ Հերերի այս քաղցր գաթայով էլ ավարտում ենք մեր ճանապարհորդությունը այստեղ։ Մենք արեցինք այսօր շատ բացահայտումներ գյուղի մասին եւ ինչպես նկատեցիք, յուրաքանչյուր ընտանիք ունի իր պատմությունը, յուրաքանչյուր պատմամշակութային կոթող անցել է հարուստ ճանապարհ։ Եվ այս հնագույն բնակավայրը Հայաստանի Վայոց ձորի մարզում ծովարած, լեռներով շրջապատված մեզ շատ ջերմ հյուրընկալեց։ Մենք գնանք համտեսենք Հերերի գաթա։